Երրորդ խոսափող։ Շնորհակալություն, կարծում եմ անակնկալ չկա, հարցը սուղված է Արմեն Աշոտյանին, որպես կրթության գիտության նախարար, որպես տնտեսագիտական համալսարանի խորհրդի անդամ, որպես Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, այդ թեմայով խոսել ենք նաև Հովիկ Աբրահամյանի հետ, որպես տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահ։ Դեկտեմբերի 26-ին անցած տարվա Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի այսպես կոչված ատենախոսության պաշտպանությունը վերածվեց խայտառակ սկանդալի։ Ուրեմն խուլիգանական մի խումբ կատարեց քրեական օրենսգրքի 164 հոդվածով նախատեսված հանցագործություն, այսինքն խոչընդոտեց լրագրողների օրինական մասնագիտական գործունեությանը։ Սրանից հետո փոխանակ տնտեսագիտական համալսարանի կառավարման խորհուրդը կրթության եւ գիտության նախարարությունը պատժի այդ երիտասարդներին։ Իմանում ենք, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդին պարգևատրվում է լավագույն ուսանողական ինքնակառավարման մարմին տարեկան տիտղոսով մի միջոցառման ժամանակ, որին ներկա է գտնվում նաև Սերժ Սարգսյանը։ Եվ որպես հետևանք ահա, երևի այս բանից պարգևատրումներից ոգևորված, արդեն փետրվարի 13-ին Ագրարային համալսարանի ուսանողական խորհուրդն է փողոցային ռազմորկասարքում իրենց իրավունքները իրացնող քաղաքացիների հետ ծեծկրտուկ եւ միջադեպ հրահրելով։ Պարոն Աշոտյան, ինչ է կատարվում կրթության համակարգի հետ։ Այսինքն իմ տպավորությամբ դուք կրթության համակարգում ձևավորել եք ինչ-որ մերձ հանրապետական խմբակներ եւ քրեակատարողական հիմնարկների օրինակով այդ խմբերը գործադրում եք բուհերը ձեր հսկողության տակ պահելու համար, ձեզ ինչ է թվում, եթե դուք չեք պատժում այդ ուսանողներին եւ իրենց ռեկտորի գլխավորությամբ, դուք հանրությանը ընդամենը ուղերձ եք հղում, որ հանրությունը ինքը միջոցներ ձեռնարկի։ Եթե ձեզ թվում է ձեր բուհերում այդպիսի պինդ հանրապետական տղեր կան, Հայաստանում այդ պինդ հանրապետականներից հետո ուրիշ պինդ Հայաստանի քաղաքացիներ չկան, որ դրանց իրանց տեղը կդնեն։ Ես ձեզ հավաստիացնում եմ, որ կան ու եթե այդպես շարունակեք, դուք տեսնելու եք այդ տեսարանները նորից։ Ու այս անգամ բոլորովին ուրիշ արդյունքով։ Շնորհակալություն, խնդրեմ ձեր պատասխանը։ Հարցի կպատասխանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։ Ազգային ժողովի մեծարգո նախագահ, արգելի խորհրդարան, շնորհակալություն հարցի համար, պարոն պատգամավոր, վերջապես մենք հանդիպեցինք։ Ինչպես ես հիշում եմ, դեռևս անցյալ քառօրյային հայտարարությունների ժամին մի քիչ ավելի պակաս բոցաշունչ եւ պակաս ռետորական հարցադրումներով այս հարցը նորից փորձել եք արծարծել, բայց կարևորություն տալով այս հարցին, խոսելով այդ իրադարձությունից 2 ամիս հետո կառավարության հարցը պատասխանի ընթացքում, այնուհանդերձ հարկ համարեցիք մեկնել գործուղման նախորդ քայլերի ժամանակ եւ այդ հարցը ինչ ճյուղեցիք անցյալ անգամ, թեպետ շատ կարեւոր ու նման լուրջ հետևանքներ պարունակող հարցադրում եք կարծում։ Կարծում եմ, որ կրթության մասին խոսելիս հայոց խորհրդարանում առասարակ պետք է մի քիչ ուրիշ տոնով խոսել, որտեղ կրթական համակարգը չի ներում չափից ավելի մեծ ռետորաբանություն, այսպես խոսեմ, անգամ եթե դրա կարիքը կա հաշվի առնելով, որ մարտի 1-ի նախաշեմին պոտենցիալ միտինգ գնացող պոտենցիալ քաղաքացիների համար երկու ճամբարների միջև որոշակի պայքար է գնում, թե ով ավելի շատ մարդ կհավաքի, ոմանք ազատության հրապարակում, թե դուք Մյասնիկյանի արձանում։ Չեմ կարծում, որ նման ոճով արձադրումները նպաստում են, որպեսզի ձեր հետևից եկողների թիվը ավելանա։ Ընդդիմության խորհրդարանական ընդդիմության կարկառուն առաջնորդներից մեկի արձադրմանը պետք է ասեմ, որ կրթական համակարգը ապաքաղաքականացված է քան երբևէ։ Պետք է հիշեցնեմ, որ ուսանողական խորհրդարանը ներողություն է խնդրել լրագրողներից, աղջիկներից, որոնց հակամայից վիրավորել է։ Պետք է խնդրեմ գնահատականը տալ գիտական գործունեությանը, կապ չունի ում քաղաքապետի Երևանի, պատգամավորների, նախարարների, թե շարքային քաղաքացիների, այսպես կոչված ատենախոսություն եզրույթը, կարծում եմ, կարող է իրեն թույլ տալ տվյալ բնագավառից ավելի լուրջ գիտելիքներ եւ հմտություններ ունեցող համապատասխան գիտնականը։
Ինչ վերաբերում է քաղաքականացվածությանը, հարգելի պատգամավոր, արդյոք չեք կարծում օրինակ, որ շատ ճիշտ է վարվել նախարարությունը, որ քաղաքական դրդապատճառներով չի հեռացրել ոչ մի ուսանողի։ Կարծում եմ, որ դուք որպես անձնավորություն, որը 95 թվականին, 95-ին թե 96-ին քաղաքական դրդապատճառներով հեռացվել է Երևանի պետական համալսարանից, պետք է ողջունեք, որ քաղաքական դրդապատճառներով այլևս ոչ մի ուսանող չհեռացվի որևէ բուհից։ Կարծում եմ, որ հարցադրման սրությունը բացարձակ կապ չունի հարցադրման էության հետ, հատկապես որ շեշտեմ, եթե դες հետաքրքրում է նաև քաղաքապետի, Երևանի քաղաքապետի ատենախոսության բովանդակությունը, ապա այն անցել է այսպես կոչված սև ռեցենզենտի ձեռքերով եւ հաստատվել է որպես համապատասխան մասնագիտական շիֆրին բավարարող եւ համապատասխան չափանիշներին համապատասխանող գիտական գործունեության արդյունք։ Այս բանը այսքանը, շնորհակալ եմ։ Երրորդ խոսափող։ Պարոն Աշոտյան, երբ որ ես ուզենամ մարդ հավաքեմ, ես հավատացեք այնքան մարդ կհավաքեմ ու համոզված եղեք այդ օրը ձեզ հաստատ դուր չի գա։ Այս առաջինը։ Երկրորդը, դուք խոսում եք հանցագործություն կատարած մարդկանց մասին։ Այդ կարող է մարտի 1-ի մարդասպաններն են ներողություն խնդրել, դրա համար ձեր իշխանությունը միջև հիմա սպանությունները չի բացահայտում։ Ինչ է նշանակում ներողություն են խնդրել։ Քրեական հանցագործությանը ենթադրում է քրեական գործի հարուցում եւ համապատասխան պատիժ։ Ինչ վերաբերում է գիտական գործունեությանը, ուրեմն ես հենց այդ եմ ասում։ Այսինքն, այստեղ այդ գործունեությունը դուք համարում եք գիտական, լրագրողներին հայհոյելը գիտական, գյուղակադեմիայի ուսանողական խորհրդի անդամները փողոցային հայհոյանքներով փողոցում աղմուկ են սարքում, ես հենց այդ եմ ասում։ Ձեր գործունեության արդյունքում Հայաստանի Հանրապետությունում դա համարվում է գիտական գործունեություն։ Ինչ վերաբերում է Տարոն Մարգարյանի ատենախոսությանը, ես մեր հանձնաժողովի նիստում ասել եմ, ասում են դե Տարոն Մարգարյանի ատենախոսությունը կարող եք կարդալ։ Լավ ատենախոսություն է, ես ասում եմ, իհարկե լավ ատենախոսություն, ուղղակի պետքա պարզել ով է գրել այդ ատենախոսությունը։ Խնդրեմը հենց սրա մեջ է, որ երբ որ դուք ձեր հանրապետական բրիգադներին փակում եք, որ լրագրողները հնարավորություն չունենան, տեսնեն Տարոն Մարգարյանը ինչպիսի դժվարությամբ է կարդում այդ բանը, այդ ատենախոսությունը եւ ձեռքերի ինչպիսի դողով, այ խոսքը այդ իրավիճակի մասին է։ Ինչ վերաբերում է տոնին խորհրդարանի, հա, ձեր կառավարության անդամներին ավելի լավ է սովորացրեք խորհրդարանի հետ ինչ տոնով է պետք խոսալ։ Ընդհանրապես խորհրդարանը եւ Հայաստանի քաղաքացին ձեր իշխանության, ձեր կառավարության հետ խոսելու է այն տոնով, ինչ տոնով դուք եք խոսում։ Անաշոտյան պատասխան։ Շնորհակալ եմ հարցադրման համար, շնորհակալ եմ, որ չմոռացաք շնորհակալ լինել եւ շնորհակալ եմ, որ անգամ դժգոհ լինելով իմ դիտարկումներից այնուհանդերձ երկրորդ հարցադրման ժամանակ տոնը մի քիչ փոխեցիք։ Դա նշանակում է այնուհանդերձ տեղին էր իմ դիտարկումը։ Ինչ վերաբերում է ձեր հետագա գնահատականներին, պարոն Փաշինյան, ապա նորից պետք է շեշտեմ։ Ինչ եք ուզում ասել, ինչքան մարդ պետք է հավաքեք, որ ես վախենամ։ Ինչքան մարդ պետք է հավաքեք, որ մի ընդհատեք։ Ինչքան մարդ պետք է հավաքեք, որպեսզի մարտի 1-ի կրկնություն փորձեք բերել։ Ինչքան մարդ պետք է հավաքեք, որպեսզի Հայաստանում փորձեք կրկնել այն դեպքերը, որոնց վրա միջև այսօր փորձում եք կապիտալ հավաքել, դուք եւ ձեր կողմից ներկայացվող քաղաքական ուժը։ Ինչքան մարդ պետք է հավաքեք, որպեսզի մարտի 1-ը դարձնելով կներեք բարիս համար 1000-ը ներողություն, այդ ողբերգության հետ կապված հիշողությունների մոտ ավելի թարմ են երևի թե կան ձեզ մոտ, բայց ինչքան կարելի է մարդ հավաքել, որպեսզի մարտի 1-ը դարձնել քաղաքական նոր տարի, որ մարտի 1-ից առաջ սկսել դրա մասին հիշել, իսկ մարտի 1-ից հետո ձեր խմբակցության անդամների հետ որոշ նստեն սակարկեն, թե վաճառվում է մարտի 1 ակցիան։ Եթե խոսում են քաղաքականացված ուսանողների մասին, ապա ուրախ եմ եւ որ հիմա պետք է շեշտեմ, որ Հայաստանի Հանրապետության ամենաքաղաքականացված ուսանողը, ավելի ճիշտ ուսանողուհին, ձեր խմբակցության անդամ հարգելի Տիկին Լյուդմիլա Սարգսյանն է, որը ուսանող է եւ ամենաքաղաքականացվածն է, որտեղ ամենաանդիմադիր խմբակցություններից մեկի միակ կին պատգամավորն է։ Դուք չակնարկեցիք, չպատասխանեցիք նաեւ իմ ակնարկին, արդյոք արժե մարդ հեռացնել, հաշվի առնելով ձեր անձնական փորձը քաղաքական հալածանքների ենթարկվելու դեռևս 95-96 թվականներին։ Արդյոք դուք կարծում եք, որ գիտական գործունեության մասին կասկածներ հայտնելով, թե ով է գրել,
Չեք ստեղծում մեկ այլ հարթակ, երբ որ պետք է ինքներդ պարզեք եւ ասեք ով է գրել, եթե կասկածներ ունեք։ Շնորհակալություն։ Լևոն Պողոսյան, 3-րդ խոսափող